Մյուս հայցապահանջը, որ իրավասու մարմնի կողմից ներկայացվել է հակակոռուպցիոն դատարան, վերաբերվում է ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին եւ վերջինիս փոխկապակցված անձանց։ Նրանցից իրավասու մարմինը պահանջում է հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել 193 անշարժ գույք, որն ի թիվս այլնի ներառում է 46 բնակարան Կենտրոն վարչական շրջանում, 89 անշարժ գույք Կոտայքի մարզում եւ այլն։ Նաեւ պահանջում են 29 իրավաբանական անձանցում մասնակցություն, որոնց թվում են Megafood ՍՊԸ-ն, Watch World ՍՊԸ-ն, Megasport ՍՊԸ-ն եւ այլն։ Գագիկ Խաչատրյանից եւ նրան փոխկապակցված անձանցից իրավասու մարմինը պահանջում է նաեւ հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել 13 շարժական գույք, որի նաեւ շուրջ 104 միլիոն ԱՄՆ դոլարին համարժեք 38 միլիարդ 500 միլիոն դրամ, որը գոյացել է դրամական պահանջների, գույքերի գնահատումների, փոխառության պահանջի, իրավունքների արժեքների, ավանդների, պարտատոմսերի արժեքների հանրագումարից։ Գործը նախնական դատալսումների փուլում է, սույն գործով եւս ներկայացվել է միջնորդություն Գագիկ Խաչատրյանի եւ նրան փոխկապակցված անձանց վարույթները մեկ վարույթում միացնելու եւ ընդհանուր մեկ հայցի շրջանակներում քննելու նպատակով։